Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր հունվարի 29։ Զգույշ եղիր և լսիր այս բոլոր խոսքերին, որոնք ես քեզ պատվիրում եմ, որպեսզի բարի լինի քեզ համար և քեզանից հետո քո որդկանց համար մինչև հավիտյան քո Եհովա Աստծո առաջին բարի և հաճո եղածը անելովդ։ Երկրորդ Օրինաց 12-28 խոսք։ Թեև փրկությունը օրենքի գործերով չէ, Աստծո հավատարիմ ծառաները չեն զրկվում հնազանդության համար խոստացված օրհնություններից։ Մեր Տերը ազատեց մեզ անեծքից, երբ մեզ համար անեծք դարձավ, բայց օրհնության ոչ մի կետ չեղյալ չհամարվեց։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք և լսենք Տիրոջ հայտնած կամքին, չհնազանդվենք միայն դրա որոշ մասերին, այլ այս բոլոր խոսքերին, ինչպես նա է ասում։ Մենք չենք կարող աչառությամբ մոտենալ խոսքին, այլ անվերապահորեն հնազանդվենք այն ամեն խոսքին, ինչ Աստված պատվիրել է։ Սա հոր և նրա զավակների երջանկության ճանապարհն է։ Տիրոջ օրհնությունը հանգչում է նրա ընտրյալների վրա և նրանցից հետո նրանց որդկանց վրա մինչև հավիտյան։ Եթե նրանք քայլեն նրա առջև անարատությամբ, նա բոլոր մարդկանց առաջ կհայտնի, որ նրանք այն սերունդն են, որին Տերն է օրհնել։ Կեղծավորությունը կամ երեսպաշտությունը մեզ կամ մեր սիրելիներին ոչ մի օրհնություն չեն բերի։ Աշխարհիկ հարմարվողականությունն ու պղծությունը մեզ կամ մեր սիրելիներին ոչ մի լավ բան չեն բերի։ Մեզ բարի կլինի, եթե Աստծո առաջ ճիշտ ընթանանք անելով բարին ու Տիրոջը հաճելին։ Եթե ազնվությունն ի զորու չէ մեզ հաջողություն պարգևել, ապա նենգությունն առավել ևս չի կարող։ Այն ինչ հաճելի է Աստծուն, հաճելի կլինի նաև մեզ։